Մարտի 11-ի Եվրախորհրդարանի լիագումար նիստում մերօրյա դիվանագիտության հսկան կամ պարզապես թուրքական խամաճիկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցուցադրեց իր արդեն լեգենդար դարձած առատաձեռնությունը։ Պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ավտոմոբիլային ճանապարհ տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ հաստատելու համար։ Հիանալի է, չէ՞, բայց ինչու կանգ առնել միայն ճանապարհի վրա։ Եկեք միանգամից բենզալցակայաններ էլ կառուցենք այդ նույն ճանապարհին, հենց այն թուրքական էժան բենզինի համար, որը Բաքվից տրանզիտով մտնում է Հայաստան։ Կողքին էլ եկեք պահեստներ շարենք այն չորրորդ կարգի հացահատիկի համար, որն ամբողջ աշխարհում անասնակեր է համարվում, բայց մեզ մոտ արդեն ներկայացվում է որպես մեծ դիվանագիտական ձեռքբերում։ Դե եթե սկսել ենք շոյել Նիկոլի թուրք ազգակիցների աչքը, եկեք մեր իսկ ճանապարհներին Ալիևի նկարները դնենք ու Ադրբեջանի դրոշները շարենք, որ հանկարծ Նիկոլի գործընկերները չնեղվեն։ Ծիծաղելի է, չէ՞, բայց եթե հենց այսպես շարունակվի, սա մեր վաղվա իրականությունը կլինի։ Այս կամակատարը նույնիսկ չի սպասում որևէ բանակցային արդյունքի կամ միջազգային գործընթացի ավարտին։ Նա ահավոր շտապում է նախորոք հայտարարելու հերթական զիջման մասին, որպեսզի Բաքվում հանկարծ չկասկածեն, թե Երևանում դեռ կան մարդիկ, ովքեր կարող են սեփական շահը պաշտպանել։ Եվ իհարկե, կլասիկան չուշացավ։ Նույն ելույթում նա Արցախի ու Նախիջևանի մասին խոսում է այնպես, կարծես դրանք Ադրբեջանի վաղեմի տարածքներն են։ Մեր ականջները գուցե սովորել են այս ստին, բայց այ մեր սրտերը ամեն անգամ ըմբոստանում են այսպիսի մեջբերումներից։ Սա դիվանագիտություն չէ, սա պետականության կազմաքանդման հետևողական գործընթաց է։ Մենք գործ ունենք մի տեսակի հետ, որի համար հանձնվելը միակ գործելավոճն է, իսկ սեփական շահը թշնամու ոտքերի տակ դնելը չակերտավոր խաղաղության միակ բանաձև է։ Փաշինյանը ոչ թե բանակցում է, այլ նախապես սակարկում է մեր կենսական տարածքները, փորձելով վաճառել այն ամենը, ինչը դեռ չի հասցրել հանձնել։ Սա պետության աճուրդ է, որտեղ ամեն մի զիջումը փաթեթավորվում է որպես փրկություն, բայց իրականում ընդհանրապես արագացնում է մեր վերջնական կործանումը։ Չմոռանաք լայքել, գրել ձեր կարծիքը եւ տարածել այս տեսանյութը։